Շուրջ 3 տարի առաջ Վարդգես Վարդանյանը Նոայի հետ հայկական ֆուտբոլում սկսեց մի ճանապարհ, որը միայն ակումբ կառուցելու մասին չէր։ Դա երազանք էր, տեսլական եւ մեծ պատասխանատվություն Հայաստանի հայկական ֆուտբոլի առաջ։ Այն ժամանակ ակումբն ուներ ընդամենը 3 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ չուներ սեփական ենթակառուցվածքներ։ Բայց կար ամենակարևորը՝ հավատ։ Այդ հավատը շատ արագ դարձավ աշխատանք։ Աշխատանքը արդյունք, արդյունքը պատմություն։ Վարդգես Վարդանյանի հետևողականության, համառության եւ մեծ հավատի շնորհիվ Նոան կարճ ժամանակում դարձավ Հայաստանի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպեր գավաթակիր։ Ակումբը 2 մրցաշրջան անընդմեջ հասավ UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի փուլ, առաջին մրցաշրջանում դառնալով մրցաշարի միակ թիմը, որը հաջողությամբ հաղթահարեց որակավորման բոլոր 4 փուլերը։ Բայց Նոայի ճանապարհը միայն տիտղոսներով չի չափվում։ Եվրոպական մրցասպարեզում ակումբը կերտեց պատմական հաղթանակներ։ Դարձավ առաջին հայկական թիմը, որը հասավ եվրոպական մրցաշարի փլեյօֆ փուլ եւ հաստատեց կարևոր միավորներ, որոնք բարձրացրին Հայաստանի դիրքը UEFA-ի վարկանիշային աղյուսակում, հասցնելով 33-րդ հորիզոնակը։ Այդ արդյունքի շնորհիվ Հայաստանի գավաթակիրը 2027-28 մրցաշրջանը կսկսի Եվրոպա լիգայից։ Սրանք պարզապես թվեր չեն։ Սրանք այն նշաձողերն են, որոնք փոխում են հայկական ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքը։ Վարդգես Վարդանյանը ներդրում կատարեց ոչ միայն ներկայի, այլև ապագայի մեջ, ստեղծելով նոր ենթակառուցվածքներ եւ մեկնարկելով Նոա Պարկ հավակնոտ նախագիծը, որը պետք է ծառայի հայկական ֆուտբոլին, նոր սերունդներին եւ այն մեծ երազանքին, որի հիմքում հավատն է, աշխատանքը եւ հայրենասիրությունը։ Շնորհավոր ձեր ծնունդը, պարոն Վարդանյան։ Թող ձեր ֆուտբոլային մեծ երազանքները իրականություն դառնան։ Իսկ ձեր սկսած ճանապարհը շարունակի նոր էջեր բացել ոչ միայն Նոայի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի համար։